ներկայացնում ենք Մուշեր Իշխանի անվան համար 5 հիմնական դպրոցը։ 2025 թվականի փետրվարի 25-ին լրացավ հայ զորահրամանատար, պետական գործիչ, հայդուկապետ Զորավար Անդրանիկի 160-ամյակը։ Նա առանձնակի դեր է խաղացել հայ ազատագրական շարժման գործում, մասնակցել է հայրենի երկրի բնակավայրերի պաշտպանությանը։ Կոզանյանը հայ ազգային ազատագրական պայքարի ամենավառ և ամենահերոսական ներկայացուցիչն է։ Նա պայքարել է հայ ժողովրդի ազատության համար։ Նա հայտնի է եղել իր արիությամբ, խիզախությամբ, հայրենասիրությամբ և ռազմական տաղանդով։ Նա իր շուրջն է համախմբել ժողովրդին և առաջնորդել ազգային պայքարի։ Արտազագրել ենք Զորավար Անդրանիկի անցած հերոսական ճանապարհը, սկսած նրա վաղ մանկությունից, պատերազմական տարիներից, մինչև հետպատերազմյան շրջաններ և կյանքի վերջին տարիներ։ Զորավարի անցած ճանապարհը օրինակ է բոլորիս համար, թե ինչպես պետք է սիրել և պաշտպանել հայրենիքը։ Զորավար Անդրանիկի 160-ամյակի նվիրված մենք իրագործեցինք այս հետաքրքիր նախագիծը։ Մենք ուսումնասիրել ենք նրա կյանքը, մարտական ուղին և հայրենասիրական գործունեությունը։ Քարտեզագրել ենք Զորավար Անդրանիկի մարտական ճանապարհը, որտեղ նա կռվել է հանուն հայ ժողովրդի ազատության։ Սկսեցինք ավելի լավ ճանաչել մեր ազգային հերոսին և գնահատել նրա ավանդը հայրենիքի պաշտպանության գործում։ Աշխատանք կատարելիս այս կազմակերպեցինք դեպի Զորավար Անդրանիկի անունը կրող գիտական շարժման թանգարան։ Այցելությունը տպավորիչ էր բոլորիս համար։ Ամեն բան կարծես իրականն էր, ժամանակն էր պահպան կերել։ Զգում էինք հայդուկապետների շունչը թանգարանում։ Նախագծի ընթացքում մենք ներկայացրել ենք Զորավար Անդրանիկի մարտական ուղին, ուսումնասիրել ենք նրա ծննդավայրը, Շապին Գարահիսար, այնուհետև անդրադարձել ենք ֆիդերական շարժման նրա անդամակցմանը, ներկայացրել ենք այն մարտերը, ապստամբություններն ու պաշտպանությունները, որոնց մասնակցել է Զորավարը, վերջում անդրադարձել ենք նաև Հայաստանից դուրս նրա ծավալած գործունեությանը։ Զորավար Անդրանիկը դարձել է հայ ժողովրդի ոգու և միասնության խորհրդանիշ, և նրա օրինակն այսօր էլ ոգեշնչում է նոր սերնդին։